Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Վաղարշակ Արամյան եւ մետաֆիզիկա ցուցահանդեսը։ Վաղարշակ Արամյանը հայկական ավանգարդի թերևս ամենախորհրդավոր ու ինքնատիպ արվեստագետներից է, ում արվեստի մասին շատ քիչ է խոսվել։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների զգալի մասը ցուցադրվել է առաջին անգամ եւ այսօր մենք առիթ ունենք խոսելու 70-ականների խորհրդահայ ավանգարդի վառ եւ հետաքրքիր ներկայացուցչի Վաղարշակ Արամյանի արվեստի մասին եւ ես սիրով ողջունում եմ իմ հյուրերին, զրուցակիցներս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, ցուցահանդեսի համադրող նաեւ Արմեն Եսայանց եւ նկարչի դուստր արվեստագետ Նանա Արամյան։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար, բարի օր։ Նախ եկեք սկսենք վերնագրից, ցուցահանդեսի վերնագիրը այսպես շատ խորհրդավոր է, Վաղարշակ Արամյան, 3 կետ, այսպես եւ մետաֆիզիկա։ Ինչ իմաստային շերտ կա թաքնված այդ կախման կետերի տակ։ Դե ինձ թվում է այնտեղ մի քանի նպատակ ենք ունեցել նման վերնագիր ընտրելիս եւ հենց դստեր հետ երբ քննարկում էինք ինչ վերնագիր կսազի ցուցադրությանը, որովհետեւ նշեմ, որ սա հենց ընտանիքի հետ համագործակցությամբ է եղել, մասնավորապես Նանայի հետ հենց մի քանի տարի առաջ, որ քննարկում էինք եւ անդադ կար այդ ամեն դեպքում մետաֆիզիկական նկարչությանը անդրադառնալու նպատակ կար ընդհանուր ցուցադրության մեջ եւ քանի որ ինչպես արդեն նշեցիք, բավական ինքնատիպ վիզուալ լեզու է ընտրել Վաղարշակ Արամյանը դեռևս 1970-ական թվականներին, որ հայկական կերպարվեստի մեջ թե իր կյանքի օրոք թե հետագայում այսինքն արտառոց տարբերվում էր այդ իմաստով հետաքրքիր ինչպես է մետաֆիզիկական հենց արվեստը արտացոլվում, բայց քանի որ ցուցադրության կոնցեպտը այնպես զարգացավ, որ այն վերածվեց ինչ որ առումով հետահայաց նախագծի փաստորեն ներկայացնելով իր այսպես ասած ողջ գեղարվեստական ժառանգության հիմնական ուղղությունները, այդ թվում վաղ շրջանի գործերը, ձևավորման տասնամյակը, այսպես ասած, սահմանային որոշակի ստեղծագործություններ, որ զգում ես, որ հեսա ուր որ է կլինի կկայանա այդ գեղարվեստական լեզուն, որը ինքը ընտրելու է դիտողի հետ զրուցելու համար, ճակերտավոր, դրա համար էլ, քանի որ միայն մետաֆիզիկական իր ստեղծագործությունները չեն, հենց այդ 3 կետն է, որը ենթադրում է նաև այլ ստեղծագործություններ, որ կան ցուցադրության մեջ, եւ քանի որ ցուցահանդեսը, այսինքն ցուցադրության անունն է բազմակետ եւ մետաֆիզիկա, ու երբ ուզում ես ֆիքսել, որ Վաղարշակ Արամյանի ցուցադրությունն է, այսինքն ստացվում է Վաղարշակ Արամյան, բազմակետ եւ մետաֆիզիկա, ստացվում է որ ցուցադրության մեջ կան ոչ միայն մետաֆիզիկական գործեր, բայց նաեւ վերնագիրը, որ ընդհանուր է ընթերցում Վաղարշակ Արամյան եւ մետաֆիզիկա, անկախ քեզնից այդպես է ընթերցվում, այդ բազմակետը չի հնչում խոսքի մեջ։ Այսինքն ինքը նաեւ ընթերցվում է եւ դիտվում է Վաղարշակ Արամյան եւ մետաֆիզիկա, սա նաեւ որոշակի առումով ակնարկ է, որ այստեղ մենք ցույց ենք տալիս հեղինակի հարաբերությունները մետաֆիզիկայի հետ ընդհանրապես։ Այսինքն սա լինում է Վաղարշակ Արամյան եւ մետաֆիզիկա, այսինքն եւ այլ ստեղծագործություններ եւ մետաֆիզիկա, այսինքն փորձել ենք այս մի վերնագրի մեջ մի քանի գաղափար ներդնել, չգիտեմ որքանով է դա ակնհայտ ընթերցողի համար, բայց ինձ թվում է, այսինքն վերնագիրը տեսնողի համար, բայց ինձ թվում է այցելուները ամեն դեպքում կնկատեն, թե տեքստի միջոցով ենք դա մենք փորձել փոխանցել, որ սա, այսպես ասած, դոգմատիկ որոշակի գաղափար չի, որ մենք մետաֆիզիկայի մասին է ցուցադրությունը, ոչ։ Դա մի ուղղություն է, որ մենք կարծես բանալիներից մեկը լինի իր արվեստը բացելու համար։ Շատ լավ։ Նանա, հետաքրքիր է այս ցուցահանդեսի առհասարակ ցուցադրվող նյութերը, ես գիտեմ տարբեր հարցազրույցներում լսեցի, որ դուք այսպես պեղել եք այն չցուցադրված գործերը եւ հետաքրքիր նաեւ բացահայտումներ եք արել, կուզեի այդ մասին մի քիչ
խոսենք։ Այո, Նազելի ջան, ուրեմն մենք փորձեցինք ներկայացնել շատ լայն դիապազոնով աշխատանքները, բայց ինձ համար ամենակարևորն էր եւ ես շատ երջանիկ եմ այդ կապակցությամբ, որ ցուցադրվեցին վերջապես այդ գրաֆիկական աշխատանքները եւ 60-ական 67-68 թվականի նաեւ գեղանկարչությունը, բայց հիմնական շեշտը ես ուզում եի դնել գրաֆիկական աշխատանքների վրա, որոնք երբևիցե չէին ցուցադրվել, ոչ հայրիկի կենթանության օրոք, ոչ հետո եւ սա այսպես ասած կարելի ասել այդքան տարիներ անց 68 թվականից հետո կարելի ասել պրեմիերա էր եւ շատ բազմազան մեծ դիապազոնով աշխատանքներ էին, որտեղ մենք տեսնում ենք հենց ոնց որ երիտասարդ արվեստագետի զարգացման ուղին, ոնց է ինքը ընկալել ժամանակակից արվեստը, այդ ժամանակ դե գիտենք, որ այդքան էլ հեշտ չէր ինֆորմացիա ունենալ, բայց նկարներից դատելով մենք տեսնում ենք, որ մարդը բավականին ինֆորմացված է եղել եւ ծանոթ է եղել ոնց որ հիմնական ժամանակակից արվեստի ուղղություններին, ներկայացուցիչներին եւ շատ բանով ոգեշնչվել, այսինքն տեսնում ենք, որ տեղյակ է եղել Պիկասոից, Դալիից, Միրոից, Ջորջո դե Քիրիկոից եւ հետաքրքիր է այնտեղ ավարտուն գործեր էին օրինակ այդ բաները գծանկարները գրաֆիկական աշխատանքները ավարտուն կարելի է համարել թե դա իր աշխատանքային ուղղակի բաներն են եղել իր ձեռքի մեկը մյուսին չի խանգարում այսինքն դրանք կարող են լինել այսպես ասած աշխատանքային ինչպես կարծես նշեցինք այդ լաբորատոր իր փորձարկումները որովհետեւ երբ նայում ես թվականներին 22-23 24 տարեկանում ստեղծված աշխատանքներ են, բայց դրանք նաև վերջնական ստեղծագործություններ են, այսինքն իրենք լրիվ մնայուն արժեքներ են, այսպես մի քիչ եթե պաթոսային չի հնչում, եւ կան նաև էսքիզներ, որ դու հստակ տեսնում ես, որ դա էսքիզային աշխատանք է ապակա գեղանկարի համար։ Նման աշխատանքներ կարելի է եւս նկատել եւ դա նույնպես ներկայացված է, չէ՞։ Այո, կան ստեղծագործությունների մեջ նաև նման աշխատանքներ եւ սա ընդհանրապես մի փոքրիկ հատվածն է իրականում։ 40-ից ավելի թղթեր կան, բայց խոսքը հարյուրների մասին է, այսինքն դրանք հարյուրներով պահպանված, շատ մեծ հոգատարությամբ։ Իսկ ինչպես է կատարվել է դեպքում ընտրությունը։ Ես չի պատկերացնում ինչպես կարելի անել այդ ընտրությունը։ Ահա, ես հիշում եմ Նանայի զարմացած հայացքը, երբ ես թերթում էի, լուսանկարում էի, ես թերթելով անցնում էի, բայց այդ ընթացքում անկախ քեզնից որոշակի process է իրականացվում եւ գիտակցորեն եւ ենթագիտակցաբար, որ դու ինչքան շատ ես նայում, այնքան ավելի հեշտ ես գտնում այն ընդհանուր թելերը, որոնք կարելի է պարզապես առանձնացնել եւ այդ համապատասխան թելերին հարող ստեղծագործություններ ընտրել, որոնց միջոցով դու ցույց կտաս այդ հարյուրավոր թղթերը։ Այսինքն այնտեղ ամեն դեպքում կարելի է շատ ավելի շատ գործ ցույց տալ, բայց դրանից գուցե ավելի շատ ուժեր ցուցարությունը քան շահեր, որովհետեւ առանց դրա իրականում սրահը բավական հագեցած է, բայց ես չեմ գտնում, ինձ իհարկե դժվար է օբյեկտիվորեն գնահատել, բայց ես չեմ գտնում, որ ծանրաբեռնված լինելով ինքը ծանր է, որովհետև մենք փորձել ենք մեզնից ամեն ինչ անել, որ թե բաշխման տեսանկյունը սրահում ոչ միայն վիզուալ, այլև կոնցեպտուալ իմաստով բավականին տրամաբանական լինի, եւ այդ բաժանումը թղթերի ինչպես են ներկայացված, դա կարծես այսպես մի բաց տարածք է ստեղծում դիտողի այցելուի համար շրջելու եւ տարբեր տեսանկյուններից տարբեր շերտերով բացահայտելու արվեստագետին։ Դրա համար թղթերը լրիվ առանձին են ներկայացված եւ նույնիսկ այդ առանձին ներկայացման մեջ նրանք առանձնացված են, թե որ ստեղծագործություններն են ինչպես այսպես ասած շեշտադրված եւ նաեւ ցուցադրությունը կարեւոր է, ինչպես արդեն Նանան նշեց, այդ անցումային շրջանի աշխատանքների ներկայացմամբ եւ դրանք էլ են առանձնացված, այսինքն ցուցադրության մեջ հստակ կարելի է նկատել թե գրաֆիկական աշխատանքների բաժանումը ինչ սկզբունքով է արված, թե այն աշխատանքները, որոնք հարում են 60-70-ականների այդպես ազգային մոդեռնիզմի գունապնակին ինչ որ առումով եւ հետագայում ընդհանրապես դրանից կտրվում են անմիջապես 70-ականների կեսերին եւ արդեն լրիվ ձևավորված լեզուն, որով
հիմնականում հենց հայտնի է եղել ինքը հեղինակ, այսինքն հիմնականում այդ աշխատանքներն են շրջանառվել եւ ցուցադրվել եւ երբ Վաղարշակ Արամյանի մասին են խոսում, հենց այդ ստեղծագործություններն են հիշում, որոնք որոշակի սյուրռեալիստական ֆորմալ մտածողություն ունեն, բայց ամեն դեպքում ես սրա մասին մի քանի անգամ շեշտել եմ, ինձ թվում է գաղափարական առումով ավելի շատ հարում են մետաֆիզիկական նկարչությանը, որովհետև մի քիչ այլ գաղափարաբանություն կա իրենց մեջ եւ դա եկեք բացենք էլի այդ իսկապես ինչ տարբերություն կա եւ որն է հենց այդ այլ գաղափարաբանությունը, որովհետև տեսեք ասում ենք մետաֆիզիկական արվեստ, հիմա մեզ լսողները կասեն այդ ինչ է, ասենք, օրինակ։ Ես կարող եմ շատ պարզ փորձել ներկայացնել, դա մետաֆիզիկա բառը եթե վերցնենք, որտեղ մետաֆիզիկան մի բան է, մետաֆիզիկական արվեստը մեկ այլ բան է, մետաֆիզիկան շատ այսպես փիլիսոփայության ավելի մետաֆիզիկական արվեստի մասին մենք խոսենք, որտեղ բառը ինքը շատ կարևոր է, մետաֆիզիկա, այսինքն այն ինչ որ գտնվում է ֆիզիկականից այն կողմ։ Իսկ ինչ ասել է թե մետաֆիզիկականից այն կողմ։ Մարդկությունը ապրում է շատ շոշափելի, շատ տեսանելի, շատ ընկալելի միջավայրում, բայց դարեր շարունակ անընդհատ փորձում է հասկանալ ինչ որ միստիկ, անհասկանալի, անհասանելի երևույթների հետ է փորձում հարաբերվել։ Եվ այդ անհասկանալի, անընկալելի բաները հենց մեր հասկանալի երևույթների մեջ են գտնվում, բայց մենք դրանք չենք տեսնում ինչ որ առումով։ Այսինքն էութենական հիմքը ինչ որ մի բանի, որը հասանելի չէ։ Չգիտեմ, սովորական առարկա է, բնության ինչ որ մի տար է, ճարտարապետություն է, ինքը կա գոյություն ունի, մենք այն տեսնում ենք, բայց դրա մեջ մարդիկ այդպես է, դու ձգտում ես էլ ինչ կա, էլ ինչ է կատարվում, ինչ է լինում այդ երևույթների այն հատվածում, որը մեզ հասանելի չէ։ Եվ հենց նման մտածողություն ունի մետաֆիզիկական նկարչության գլխավոր ներկայացուցիչ հիմնադիրը Ջորջո դե Կիրիկոն, եւ իր աշխատանքների մեջ դա վիզուալ իմաստով շատ հստակ երևում է։ Այսինքն դրանք ճարտարապետական շենքեր են, բայց կարծես լքված լինեն։ Կարծես ոչ թե մեր իրականությունից լինեն, այլ ինչ որ զուգահեռ իրականության մեջ կամ ինչ որ կերպարներ են եւ դրանք անդեմ են եւ կրկին մանեկենային են, ինչ որ անհասկանալի են։ Դու տեսնում ես որ դրանք մարդիկ են, բայց կարծես մարդիկ չլինեն, այլ ինչ որ ուրիշ երևույթ են։ Շենքը շենք է, բայց կարծես շենք չլինի։ Եվ դա գալիս է թե այն կոմպոզիցիան լուծումներից, որ ինքը կիրառում է, թե այն մաներայից, որով ինքը կատարում է դրանք, թե այն զգացողությունից, որ դիտողն է ունենում դրանք տեսնելիս եւ հասկանալով, որ սրանք եւ կան եւ չկան։ Նույն կերպ արդեն որովհետև դա մետաֆիզիկական նկարչությունը եղել է 1910-ական թվականներին, 20-ականներին, իսկ սյուրռեալիզմը զարգացել է ավելի ուշ եւ գալիս է գրական հիմքից։ Մետաֆիզիկայի մեջ էլ կարելի է գրական ինչ-որ բաներ տեսնել, բայց գրականությունից է ամեն դեպքում սերել սյուրռեալիզմը հատկապես, եւ սյուրռեալիզմի մեջ ավելի ենթագիտակցականի հետ կապերն են, երազայինի հետ կապերն են, որը իրոք առնչվում է նաեւ մետաֆիզիկական նկարչություն, այսինքն իրանք իրար հետ կապ ունեն, բայց միևնույն ժամանակ կարելի է հստակ հասկանալ այդ տարբերությունը։ Եվ երբ հենց Վաղարշակ Արամյանի դեպքում երբ նայում ես զուտ ֆորմալ իմաստով, դու տեսնում ես, հա, ասենք թե Դալի ես տեսնում կամ ինչ որտեղ Մագրիտ կարող ես տեսնել, զուտ վիզուալ իմաստով, բայց երբ սկսում ես հասկանալ, օքեյ, բացի վիզուալը, ինչ կա այլ որ սյուրռեալիզմին է հարում, դու հասկանում ես, որ սյուրռեալիզմի հետ կապը այդտեղ ընդհատվում է եւ ավելի մետաֆիզիկական է դառնում այդ կերպարվեստը, որովհետեւ հատկապես երբ խոսում ենք նատյուրմորտների մասին, եւ երբ լսում ես իր ինտերվյուները ինչպես է նա խոսում Վաղարշակ Արամյանը, այսինքն այդ զարմանքի մասին, այլ անհասկանալի ինչ որ բաների մասին, դու տեսնում ես նույն այդ զարմանահրաշ աշխարհը, որ ինքն է ստեղծել, եւ այդ կերպարների ճարտարապետության մեջ, դասական եւ դիցաբանական եւ կրոնական թեմաներին իր անդրադարձների մեջ արդեն մետաֆիզիկական մտածողությունը շատ ավելի շատ է։ Համենայն դեպս ես այդպես եմ տեսնում եւ մենք ենք այդ հիմքը դրել ցեցավորության։ Շատ լավ, հետաքրքիր է ինչ է նշանակում օրինակ այդ զարմանահրաշ աշխարհը խորթային ժամանակաշրջանում։ Կուզեի Նանայից սկսենք, հետո Արմեն գուցե դուք մեկնաբանեք։ Օրինակ այդ ժամանակը, երբ որ կար խորթային գաղափարախոսական այդ ճնշումները, իրականությունը առհասարակ ու կա սյուրռեալիզմ, մետաֆիզիկական արվեստ եւ կա առհասարակ եւ արեմտյան արվեստ, որին այդպես հասնելը մի քիչ դժվար էր այդ ժամանակաշրջանում։ Ինչպես էր ինքը գտնում ճանապարհներ, Նանայ, ձեր հիշողության մեջ հաստատ կլինի հասնելու դրան այդ
շրջանում։ Սենց մի քիչ ավելի գլոբալ կարող եմ ասել, որ ինձ թվում է դա շատ լավ հակադրվելու միջոց էր այդ դոգմատիկ ճնշումներին, որոնք սովետական ժամանակ բնականաբար գոյություն ունեին, եւ նկարիչները ինձ թվում է մեծ սիրով գտնում էին իրենց ազատությունը, իրենց փախուստը ուսումնասիրելով այն արվեստի միջոցները, կերպարվեստի լեզուները, որոնք տարբերվում էին ընդունվածից, եւ այդ պարագայում հայրիկին իսկապես շատ էր գրավել հենց մետաֆիզիկ արվեստը, սյուրռեալիզմը, որոնք իսկապես փոխկապակցված ուղղություններ են, որտեղ օրինակ Անդրե Բրետոնը համարում էր դա մետաֆիզիկ արվեստը հենց սյուրռեալիզմի հիմքը, հա, ոնց որ Գիրիկոին համարում էր նախահայրը սյուրռեալիզմի, եւ նաեւ կուզեի ակնարկել մոգական ռեալիզմի մասին, որը ավելի մեծ հայտնի է երևի գրականության միջոցով, բայց կերպարվեստում նույնպես եղել է այդ ուղղությունը, որ արտիստների, որոնք հարել են մոգական ռեալիզմի, այդպես էլ հենց անվանվել են, իտալական արվեստում էլի Նովեչենտո մի խումբ է եղել 20-ական, 30-ական թվականներին, որոնք էլի նույնպես սովորական առարկաների, սովորական տեսարանների մեջ գտնում էին ինչ-որ մոգական, միստիկական այլ շերտեր, այսինքն սովորական մի առարկան, ցանկացած անտեսանելի, աննկատ մի առարկան, որը նույնիսկ փոքր կարող է լինել, չգիտեմ, լքված ինչ-որ մի փոքրիկ ինչ-որ ոսկորիկ կամ ընկույզ, հա, որը ունի իր մեջ բազմաթիվ շերտեր, նշանակություններ, հնչողություններ, եւ կարծում եմ, տենց եթե խոսենք, դա հենց այդ ազատությունը գտնելու արտահայտվելու միջոց էր։ Իսկ ինչպես էր հասնում ինֆորմացիան մեզ մոտ, քանի որ գիտենք այդ երկաթե վարակույրի մասին շատ հետաքրքիր ձևերով ես կարող եմ նույնիսկ մի անձնական պատմություն պատմել հայրիկիս շատ մոտիկ ընկերը 70-ական թվականներին բառացիորեն փախուստ էր կատարել սահմանով ԱՄՆ եւ քանի որ իրենց ընկերությունը պահպանվում էր գնոջ հետ էր փախել յուրաքանչյուր ամիս երևի ուղարկում էր նյութեր գալերիներից ցանգարաններից հագուստի մեջ պահած թերթերից ինչ որ կտրված ամսագրեր եւ այլն այսինքն այդ տեղեկատվությունը այնուամենայնիվ երկաթի վարակույրը այդքան երկաթե չէր, հա, եւ կոռոզիա կար մեջը եւ հասնում էր արտիստներին ու շատ արժեքավոր էր, թեկուզ մի փոքրիկ փշուրը ահավոր արժեքավոր էր եւ շատ խորապես ուսումնասիրվում էր։ Ես դա տեսել եմ ինքս ականատես եմ եղել եւ հայրիկը ընկերների հետ հավաքում էին եւ խորանում էին նոր ստացած ինֆորմացիայի մեջ, դա կլինի կատալոգ, ալբոմ, թերթի, ինչ-որ մի բան։ Հետաքրքիր է, Արմեն, շարունակելով այն միտքը ժամանակի հետ կապված, մենք գիտենք օրինակ հենց այդ մետաֆիզիկական ռեալիզմի, եթե չեմ սխալվում, ներկայացուցիչ դուք խոսում եք քիչ առաջ Ջորջո դե Կիրիկոն, ինքը ոնց որ հետ պատերազմյան շրջանում է, չէ, ապրել եւ ստեղծագործել, արդյոք մարդկության այդ ճգնաժամային իրավիճակներն են ստեղծել այդ արվեստը, ու որը ինչ որ իմաստով կարծես բոլոր ճգնաժամային իրավիճակներում կամ երկրներում գտնում է արվեստագետներին, կարելի է այդպիսի ինչ որ եզրահանգումներ անել։ Դե իրականում ցանկացած արվեստը իր ժամանակի ծնունդն է, այսինքն ոչ մի բան չի ստեղծում վակուումի մեջ։ Ամեն դեպքում ինչ որ ձևով արտացոլում է այն վիճակները եւ այն հասարակական, տնտեսական, քաղաքական զարգացումները, որում արվեստագետը ապրում է, ինքը չի կարող դրանից առանձնանալ, անգամ եթե նպատակը դա չէ, ամեն դեպքում ստեղծագործությունը որոշակիորեն, եթե ոչ ակնհայտ քաղաքական որոշակի կոնտեքստ ունի։ Քաղաքական այն իմաստով չէ, ոնց որ մենք հասկանում ենք, այլ շատ ավելի լայն իմաստով։ Եվ այս պարագայում, հատկապես երբ խոսում ենք 70-ականների մասին, ինչով է նաև Վաղարշակ Արամյանը հետաքրքիր, որ 60-70-ականներին հիմնականում զարգանում էր այդ ազգային մոդեռնիզմով ոգեշնչված այդ շրջաններ, նույն Սարյանից հետո Մինասի ազդեցությունը, իր սերնդակիցները ավելի երիտասարդ նույնիսկ արվեստագետների մեջ ամեն դեպքում կար այդ մտածողությունը եւ 70-ականների վերջերում 80-ականներին իհարկե դա սկսեց փոխվել նոր սերնդի շնորհիվ ավելի երիտասարդ քան Վաղարշակ Արամյանն էր, բայց Վաղարշակ Արամյանը կարծես այդ առաջիններից մեկն էր, որ կարծես կտրվեց այդ ազգային մոդեռնիզմից եւ իր կերպարվեստի մեջ ամեն դեպքում ավելի
եվրոպական արվեստին հարող եվրոպական ավանգարդին 20-րդ դարի սկզբին որքան էլ 20-րդ դարի առաջին կեսին վերաբերող ամեն դեպքում կերպարվեստի մասն է խոսք գնում ինքը նախընտրեց եւ ինձ թվում է բավականին գիտակցված ընտրություն արեց հենց այդ ուղղությամբ խորանալու այդպես արտահայտելու իր մտածողությունը ու այս առումով Նանան էլ շեշտում նա ավելի մոտ էր Երվանդ Քոչարի մտածողությանը հաշվի առնելով նաև որտեղից էր գալիս Քոչարը եւ այդ նույնիսկ քոչարական որոշակի բաներ կարելի է տեսնել իր մոտ չնայած այս կամ այն արվեստագետ ական վիճակներ ես փորձում եմ շատ չփնտրել հեղինակների մեջ, փորձում եմ նրանց, այսպես ասած, առանձին նայել, հաշվի առնելով, որտեվ ցանկացած արվեստագետ էլ ինչ որ մի տեղից սնվում է, կարևոր է, որ այդ սնունդը ճիշտ հետագայում մատուցես արդեն քո ձևով, քո ձեռագիրը ստանաս, ինչը Վարուժ Կարամյանի դեպքում այնքան ակնհայտ է, կնայած ստեղծագործությունները, որոնք կայացած են արդեն 80-ականներից, 90-ականներից, այնքան վառ արտահայտված է այդ մաներան լուսաստվերային ձևավորումը այդ շատ նուրբ գծային մտածողությունը նույնիսկ այսպես Բոտիչելլոին ավելի մոտ վերածննդի շրջանին ավելի մոտ եւ մեծ վարպետներին ինքը շատ հարգելով անդրադառնում է նույնիսկ տեխնիկապես մենք ստեղծագործություններ ունենք նույն մեր ցուցարարության մեջ 2000-ականներից 90-ականներից որոնք փայտի վրա են արված ինչպես աշխատում են մեծ վարպետները բարձր վերածննդի շրջանի եւ իր վերջին ստեղծագործությունը որ կիսատ է մնացել որ մնացել էր հենց հաստոցի վրա իր մահվանից առաջ 2006 թվականով թվագրվող Սուրբ Հերոնիմուսը ներկայացված է առաջին անգամ կրկին ցուցարարության մեջ, ինչը մեզ համար շատ կարևոր էր ցույց տալու նաև այդ անցումները իր մոտ կյանքի վերջին փուլում պահպանելով մետաֆիզիկական մտածողությունը, պահպանվելով սյուրռեալիստական որոշակի մաներան, բայց իրենը դարձնելով իրենը իր ձևով դա մատուցելով իր հետաքրքրությունը մեծ վարպետներով ամեն դեպքում այդ ավանդույթին անդրադարձը միանշանակ իր մոտ շատ ակնհայտ է եւ նաեւ այդ թեմաներով հետաքրքրվածությունը ելի բերում է դեպի միստիկական որոշակի անհասկանալի թեմաները թե կրոնը թե դիցաբանությունը նույնիսկ դիմանկարները ինչպես է նա կառուցում նույնիսկ նատյուրմորտները ինչպես են իր մոտ ձևավորված դա շատ լավ հղում է կատամ նույնիսկ դրապիրովկաներին որ նայում եք չգիտեմ հայերեն բառը հիմա մոռացա ինչպես է դա անում այսինքն կտորային այդ ֆակտուրաները ինչպես է նա կառուցում սեղանի վրայի գծերը այդ ցալքերը որ տեսնում ես նույն այդ ցալքերը կարող ես տեսնել չգիտեմ Դա Վինչիի խորթավոր ընթրիքի ծածկոցի վրա այսինքն այս մտածողությունը այս հարգանքն ու սերը մեծ վարպետների նկատմամբ ինչի մասին նաև մի ինտերվյու կա իրանից ցավոք սրտի այդպես պահպանված որ կամ այնտեղ նա խոսում է դրա մասին որ նա կարող է դրանից իր մոտ դա զարմանք է առաջացնում այդ զարմանքը զարմացող մարդու տեսակը ոնց որ ինքը եղել է ու պահպանել է մինչև կյանքի վերջ այդ զարմանքը ինքը փոխանցում է նաև մեզ ու այդ զարմանահրաշ աշխարհները որ ինքը ստեղծում է Հետաքրքիր է ինչու իր մասին կամ իր արվեստի մասին քիչ ենք լսել եւ քիչ է խոսվել առհասարակ եւ նաեւ հետաքրքիր է Նանա թե օրինակ ինքը ինչ հարաբերություններ ուներ պաշտոնական արվեստի այդպես հետ այդ շրջանակների հետ Երևի դա նաև իր անձից էր կախված, որ կապված էր, որովհետև իրականում Հարիկը շատ համեստ մարդ էր եւ ինքը շատ կենտրոնացած էր իր աշխատանքի վրա, իրան շատ ավելի հետաքրքրում էր, որ ինքը գտներ ժամանակ եւ ստեղծագործեր, ինչ որ իրականացներ իր մտահաղացումը, կամ փորձեր այդ publicity-ով զբաղվել նույնիսկ երբեմն ինքը օրինակ էր բերում Ջորջո Մորանդին իտալացի մի նկարիչ որը ընդհանրապես միշտ իր սենյակից դուրս չէր գալի եւ նկարում էր շշեր եւ այդ նույն արվեստագետի մասին էր որ Լևոն Աբրահամյանը չէ խոսեց շատ ավելի վաղ շրջանի այսինքն կենտրոնացած էր իր սենյակի վրա եւ իր շրջապատող իրերը ուսումնասիրելու Ջորջո Մորանդին էլի շատ հայտնի 20-րդ դարի արվեստագետ է ու ինքը նույնիսկ հիացմունքով էր խոսում ինչպիսի երանելի կյանք է ինքը ունեցել նկարել է միայն եւ իր աշխարհի հետ է մնացել միգուցե դրա հետ էր կապված իսկ օֆիցիալ արվեստի հետ հարաբերությունները կարծում եմ
մի քիչ բարդ էին, որովհետև երբեմն 70-ական թվականներին այդ ավանգարդ, սյուրռեալիստական ոճի մեջ ստեղծված աշխատանքները դուրս էին մնում նույնիսկ երիտասարդական ցուցահանդեսներից եւ մի էլի դեպք կա եւ անտրոպոմորֆ ֆորմաներ, այդպիսի մի աշխատանք կա, որը դուրս էր մնացել ցուցահանդեսից եւ Երվանդ Քոչարի միջամտության շնորհիվ հայտնվել էր նկարիչների միությունում նորից ցուցասրահում, Քոչարը դրանից խոսել էր, բավականին ոնց որ հավանություններ տվել, այդպես։ Հետաքրքիր է, մենք գիտենք, որ նաեւ ձեր արվեստը նույնպես ինչ որ ազդեցություններ ունի ձեր հայրիկից ու նաեւ Քոչարից, որտեղ մենք խոսել ենք եթերում Քոչարի եւ ձեր հայրիկի այդ երա, այսպես մի հասնություն կա ձեր արվեստի մեջ ամեն դեպքում, չէ՞, կարելի է այդպես ասել։ Այո, կարծում եմ կա։ Արմեն դուք ինչ որ բան ունեիք հավելել։ Երբ պաշտոնական արվեստից որ խոսեցինք, ես երեք մի հանդիպման ժամանակ հանգարցակի տեսա, այսինքն ինձ ցուցադրեցին մի աշխատանք, որ ես չէի տեսել, Վաղարշակ Արամյանից, Աղասի Խանջանի հետ կապված, Աղասի Խանջանի թաղումը կարծես հուղարկավորությունն է, թե ինչ շշմելու մի աշխատանք, թեման շատ այսպես սոցիալիստ ռեալիստական վերնագրից ելնելով, բայց որ ստեղծագործությունն եք տեսնում, ես չեմ պատկերացնում որևէ պաշտոնյա, որ այդ աշխատանքը ինչ որ ձևով կընդուներ, որտեվ շշմելու մի թե կոմպոզիցիոն առումով, թե այդ դուստերները առաջին պլանում կանգնած, իրանց դիմանկարները ինչպես է ստեղծված, հերվում այդ Աղասի Խանջանը մի խոսքով շշմելու մի ստեղծագործություն է, որովհետև սա էլ մի կարևոր դիտարկում է պետք անել էլի խորհրդային միության հետ կապված, որ միշտ չի որ թեման ենթադրում է վատ արվեստի գործ։ Թեման կարող է լինել շատ այսպես պրոպագանդիստական, բայց ստեղծագործությունը միևնույն է լինել շատ լավը, ու դա բոլոր ժամանակներին է վերաբերվում։ Իսկ ինչ է ուզում ասել, թե ինչու շրջանառված չի, ինչպես է այդպես ստացվել, հարյուրավոր են այդ անունները ցավոք սրտի։ Եվ Գաֆեսճյանը կարծում եմ ամեն ինչ կանի, որպեսզի իրենց կամաց նպատակներից մեկը մեր առաքելություններից մեկն էլ նաև դա է, մենք անգամ երբ անդրադառնում ենք որոշակի առումով այսպես հաստատված պատմական իմաստով արվեստագետների, ինչը հիմա շատ ավելի հազվադեպ ենք անում, բայց 10-15 տարի առաջ երբ արել ենք նույն Քոչարի ցուցադրություն ենք արել, Հակոբ Հակոբյանի ցուցահանդես ենք արել, Կալենցի ցուցահանդես ենք արել, չնայած իրեն շատ շրջանառված այն ժամանակ ամենայդպես չէր էլ անվանի, նույնիսկ այդ Քոչարի ցուցահանդես ենք արել, Մինաս Վրույր Դեղծաշոտ, այսինքն նույնիսկ այդ արվեստագետներին երբ անդրադարձել ենք, այսպես նպատակ է եղել ցուցադրել այն աշխատանքները, որոնք ներկայացված չեն, այն մասը ժառանգության, որը շրջանառված չէ, որպեսզի սա նաև առիթ դառնա ոչ միայն նրանց ճանաչելու, այլև նորովի ուսումնասիրելու ապագա արվեստաբաններին, Ջոտը Գևորգ Գրիգորյան Ջոտի ցուցահանդես արեցին մեր ժամանակներում նայել։ Մենք Գևորգ Գրիգորյան Ջոտի ցուցահանդես արեցին, որ նաև թանգարան ունի Երևանի կենտրոն, որ էլի կարող շատերը չիմանան, մենք առաջին անգամ մեծածավալ քանակով ցուցադրեցինք իր գրաֆիկական աշխատանքները, որ շատ տարբերվում է իր գեղանկարչությունից։ Այսինքն ու վերջին տարիները մենք թե կին արվեստագետներին ենք անդրադառնում, թե լուսանցքում հայտնված հեղինակներին կրկին փորձում ենք այսպես ասած Երևան հանել եւ ներկայացնել Վաղարշակ Արամյանի այս նախագիծներ, որը նաեւ ի դեպ ունենալու է կրթական ծրագիր ու բացառություն չի, հետևեք, արդեն հասկանում որ մեր ժամանակը ավարտվում է, սեպտեմբերի վերջ ցուցադրությունը մնալու է եւ հատկապես կրթական ծրագիրը ինձ թվում է լրիվ նոր ձևի կբացահայտի։ Եթե չեմ սխալվում, մինչև սեպտեմբերի 27-ը։ Այո։ Շատ լավ, սիրելի ռադիո լսողներ, դուք կարող եք անպայման ծանոթանալ, եթե իհարկե ծանոթ չեք Վաղարշակ Արամյանի մետաֆիզիկական հետաքրքիր գործերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, մինչև սեպտեմբերի 27-ը դուք ժամանակ ունեք, իսկ ես շնորհակալություն եմ հայտնում իմ հյուրերին եւ եւս մեկ անգամ ներկայացնում եմ իրենց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, ցուցահանդեսի համադրող Արմեն Եսայանց եւ նկարչի դուստրը արվեստագետ Նանա Արամյանն էին մեր այսօր զրույցի հյուրերը, իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն